Իսկապես, երբ որ ապաշրջափակման մասին ենք խոսում եւ հարևանների հետ առնվազն հանդուրժելի միմյանց հանդուրժող ուրեմն ել չասած համագործակցային հարաբերություններ կառուցելու մասին ենք խոսում, անշուշտ կլինի կիսատություն, եթե այդ կարգավորումը եւ այդ միջավայրի մթնոլորտի ձևավորումը չներառի նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունները։ Մենք պետք է ասեմ, եւ ես տարբեր առիթներ ունեցել եմ սա ասելու, շատ ինտենսիվ եւ շատ դրական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ, բայց միևնույն ժամանակ, ելի ասել եմ, մի հատ եմ ուզում ընդգծեմ, ժամանակն է, որ մենք ունենանք մեծ, շոշափելի, կոնկրետ առաջընթացներ գետնի վրա։ Հիմա մենք կարող ենք ասել, որ բոլորովին վերջերս մոտ 1 ամիս առաջ ուրեմն օրինակ ի թիվս այլ զարգացումների տեղի ունեցավ Գյումրի-Կարս ուրեմն երկաթուղային այդ հանգույցի գնահատման ուղղությամբ աշխատող փորձագիտական խմբի հանդիպումը Հայաստան-Թուրքիա փորձագիտական խումբ եղավ Թուրքիայի տարածքում այդ հատվածում, այնուհետև անցավ Հայաստանի տարածքում իր ուսումնասիրությունը արեց, դեղ աշխատանքներ կան արդեն, ասում եմ ցույց տալու, որ կան քայլերը եւ աշխատանք իսկապես արվում է, բայց կհամաձայնեի ժամանակն է, որ մեծ եւ շատ շոշափելի առաջընթաց արդեն որպես փաստ ունենանք։ Եվ ըստ մնացած աշխատանքների կարող եք բացել ինչ կունենանք տարվա սկզբին։ Ես կարծում եմ, որ մենք անպայմանորեն այս ուղղությամբ շատ դրական առաջընթաց ունենալու ենք։ Մի քիչ ժամկետների առումով կանխատեսում չեմ ուզում անել, կարծում եմ, լավ ասեմ, կարծում եմ, որ շատ մոտ ապագայում, շատ մոտ, բայց ընդհանուր առմամբ սա է այն գործընթացը, սա է այն ուղղությունը, որով տարածաշրջանը գնում է եւ գնալու է, սա անխուսափելիորեն գնացող զարգացումներ են, որովհետև սա շահավետ է Հայաստանի համար, սա շահավետ է Թուրքիայի համար, սա շահավետ է Ադրբեջանի համար, եթե արևելքն ենք, սա շահավետ է բոլոր միջազգային գործընկերների համար, սա շահավետ է Եվրոպայի համար, սա շահավետ է Կենտրոնական Ասիայի համար, սա շահավետ է Միացյալ Նահանգների համար, Ռուսաստանի համար, Իրանի համար, եւ այս process-ը եթե այնուամենայնիվ կանխատեսում անեի, ես իմ գնահատականը կլիներ շատ լավատեսական։ Ես չեմ կարող ասել դա կլինի հունվարի 1-ին, 10-ին, թե 20-ին, թե 30-ին։ Ես չեմ կարող ասել դա հունվարին կլինի, այսինքն չեմ ուզում այդպիսի գնահատական կանխատեսում անել։ Ես չեմ ուզում ասել ամբողջական գործընթացը, բոլոր հնարավոր քայլերը տեղի կունենան հունվարին, թե մի մասը կլինի հունվարին, մի մասը մարտին, մի մասը մայիսին կամ սեպտեմբերին կամ հաջորդ դեկտեմբերին, բայց այդքան երկար չեմ կարծում, թե ամբողջը տևի, բայց ուզում եմ ասել, որ ես տեսնում եմ եւ սա կարծում եմ, թե ակնհայտ է, որ գործընթացները այսպես են գնում եւ այդպես են ստացվելու։ Այսինքն այնուամենայնիվ տարվա սկիզբ մի մասը կտեսնենք։ Դուք նորից ինձ ժամկետ եք ուզում։ Չէ, տարվա սկիզբ հիմա հունվար, փետրվար։ Օրինակ կարող եմ ասել, որ այդքան օրը չի, ինչքան ինչը։ Շատ օրինակ սիմվոլիկ մի քայլ կարող ենք տեսնել մինչև տարվա սկիզբ, այսինքն դեռ 2 օր մնացել է 2 օր։ Հասկացա։